Մենք էլ ենք ուզում աշխատենք, երեխա ունենք, հետո դպրոցների վախտերն է, դպրոց պետք է տանեն երեխեքին, ո՞նց ենք անելու։ 1000 ծախս կա, թորներ ունեմ, ծնունդա, կնունքա, հարսանիքա, պիտի փող ունենաս, որ գնաս, որ փող չունենաս, ո՞նց ես գնալու։ Դրա համար պիտի աշխատենք։ Ինչ խնդիրների առաջ եք կանգնել այս մի քանի ամիսների ընթացքում։ Ամեն ինչը նորմալ է եղել, ոչ մի խնդիր չի եղել, սաղ լավ է եղել, բայց որ հիմա շատ վատ խնդիրների մեջ, առանց փողի ոնց նստես տունը, փող չկա, բան չկա։ Ձեր աջակցությունը հայտնում եք Գագիկ Ծառուկյանին։ Անպայման, շատ ընտիր մարդ է, ես իրան միշտ հարգել եմ, միշտ սիրում եմ, շատ ընտիր մարդ է, մեզ շատ լավ նայել է, ամեն ինչով աջակցել է, մենք շատ գոհ եմ, ես որ գոհ եմ, չգիտեմ մնացածը, ինձ որ կողքից ասում եմ, չէ, ինքը շատ լավ մարդ է։ Երբևէ առնչվել եք նրա հետ, որ խնդիրներ ունենաք, դիմեք նրան։ Էդի չէ, ունենք ցեխի պետ, մի բան էլում ցեխի պետ ենք խոսում, զրուցում, բայց իա այդ անմիջապես չէ։ Աջակցում եք ձեզ։ Հա, չեմ դժգոհում, ես ճիշտ է 5 տարի աշխատում եմ, դե շատ գոհ եմ, դժգոհ չեմ, շատ գոհ եմ, բոլորից էլ գոհ եմ, բոլորը։ Պայմանները ինչպիսին են։ Շատ լավ, պայմանները շատ լավ, ամեն ինչը լավ, նորմալ, շատ լավ, չեմ դժգոհում։ Հիմա կառավարություն, եթե ձեզ չընդառաջի, դուք ինչ եք պատրաստվում անել։ Չընդառաջի, բոյկոտենք, ներս մտնենք, պայթսնենք։ Ես պատրաստ եմ, չեմ նայի, միլիցա կա, ինչ կա, կգնամ, կպայքարեմ, պապտի պայքարենք, որ ամեն ինչին հասնենք, առանց պայքարի չի լինի, Ռուսաստանը հենա նայում եմ, ոնց եմ պայքարում, նույնն մենք պիտի պայքարենք մեր համար, մեր երեխեքի համար, մեր ժողովրդի համար, ինչ է հեսա, բոլորը տունը նստած, փող չունեն, բան չունեն, դպրոցները շուտով սկսելու է, ինչ անեն ժողովուրդը, պիտի աշխատենք։ Դրա համար որ չթողեն, ես առաջին եմ մտնելու։